1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում Սարդարի պալատում տեղի ունեցավ Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» պիեսի առաջին բեմադրությունը։ Ինչ էր Սարդարի պալատը, ինչ պալատ էր դա առհասարակ, ինչու եւ ինչպես էր ռուս դրամատուրգ բանաստեղծ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովի չափածո կատակերգությունը հայտնվել Հայաստանում ու առաջին անգամ բեմադրվել հենց Երևանում, կպատմեմ քիչ անց, իսկ այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիքին բաժանորդագրվելու, տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու ու Ալիքին նյութապես աջակցելու համար։ Իդեպ նոյեմբեր ամսվա ընթացքում Ալիքին նյութապես աջակցել են Սևակ Հովհաննիսյանը, Վարուժան Մարգարյանը, Հրաչյա Հայենցը, Արաքս Տեր-Հովհաննիսյանը, Վահե Գրիգորյանը։ Նաև Patreon-ում ես արդեն հետևորդ կամ բաժանորդ ունեմ Դավիթ Սարգսյանը, ում սիրով ողջունում եմ, իսկ մյուսներին առաջարկում միանալ իմ այս նորը հարթակին։ Հիշեցնեմ, որ իմ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական ու նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ շատ զգացված։ Եվ այսպես «Խելքից պատուհասը» Երևանի Բերդում, Սարդարի պալատում։ Մինչ Գրիբոեդովի պիեսին ու ներկայացմանը անցնելը, կարճ պատմեմ, թե ինչ էր իրենից ներկայացնում Երևանի Բերդը, մասնավորապես Սարդարի պալատը։ Երևանի Բերդը պաշտպանական շինություն էր Հրազդան գետի ձախ բարձրադիր ափին։ Ըստ պատմաբանների միջնադարյան այս կառույցը գտնվել էր ներկայիս Կոնտ թաղամասի տարածքում ու ընդարձակվել մինչև այժմյան Արարատ գինու կոնյակի գործարան։ Բերդն առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարի պատմիչների աշխատություններում, իսկ միջնադարում արդեն Երևանի Բերդը համարվել է Արարատյան աշխարհի կենտրոնն ու ռազմական հենակետը։ Երևանի Բերդը անասելի երկար ու բարդ պատմություն ունի։ Միայն 16-ից 18-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմների ընթացքում 14 անգամ Բերդը գրավել են, հանձնել, նորից գրավել, նորից հանձնել, մի խոսքով ձեռքից ձեռք է անցել։ Բնականաբար անընդհատ ավերվել ու վերակառուցվել է, անընդհատ փոփոխությունների է ենթարկվել։ Պարսից տիրապետության շրջանում այստեղ գտնվել են Թոխմախ խանի պալատն ու այգիները։ 1583 թվականին Բերդը գրավել են թուրքերը։ Թուրքական բանակը գլխավորող Ֆահրադ Փաշան սկսել է վերակառուցել Երևանի Բերդը։ Թե ինչպես պիտի վերականգներ թուրքը, կարծում եմ դժվար չէ գուշակել։ 45 օր տևած շինարարության համար Ֆարհադ Փաշան օգտագործել է մի շարք կիսավեր եկեղեցիների ու գերեզմանների քարերը, իսկ մնացած կանգուն եկեղեցիներն էլ վերածել է ախոռների։ 1639 թվականին, երբ Հայաստանի արևելյան մասն անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ, Երևանը դառնում է նույնանուն խանության վարչական կենտրոնը, իսկ Բերդը դառնում է Սարդարի նստավայրը։ Հետո վրա է հասնում 1679 թվականի երկրաշարժը, որի ավերածությունները վերացնում ու Բերդը վերակառուցում է Զալխանը։ 1724 թվականին կրկին հայտնվում են օսմանյան թուրքերը ու պաշարում Բերդը։ 3 ամիս տևած պաշարումից հյուծված պարսիկները ստիպված հանձնվում են։ Սրանից 10 տարի անց այստեղ նորից տերուտիրական են դառնում պարսիկները։ Մոտ 1 դար, մինչև 1827 թվականը Բերդը դառնում է Պարսից խանի նստավայրը։ Երևանի Բերդը հատկապես վերջին Հուսեյն Ղուլի խանի օրոք ծաղկում ու բարգավաճում է։ Բերդի տարածքում կառուցվում է շքեղ պալատ եւ հարակից բազմաթիվ այլ շենք ու շինություններ, որտեղ ապրում է պարսիկ կառավարիչն ու նրա 2000 հոգանոց կայազորը։ Ֆրանսիացի ճանապարհորդ եւ վաճառական Ժան Շարդենը, որն իր Շարդենի ճամփորդությունը գրքում մանրամասն նկարագրում է Բերդի պատկերը, տեղեկացնում է, որ Երևանում ապրում էին հայերը, իսկ Բերդում միայն պարսիկները։ Ըստ Շարդենի, հայերը Բերդում միայն խանութներ ունեն, որտեղ ցերեկները զբաղվում են առևտրով, իսկ երեկոյան վերադառնում տուն։ 7 հեկտար տարածքով Երևանի Բերդն ունեցել է քառանկյուն հատակագիծ, շրջապատված է եղել ատամնավոր պարիսպներով, ունեցել է նաև երկաթե ամուր փականներով 2 մեծ դարպասներ եւ գաղտնուղի, որը դուրս է եկել դեպի Հրազդան գետը։ Սա բացի պաշտպանական կառույց լինելուց նաև
փոքրիկ ավան թաղամաս էր։ Պատերից ներս գտնվում էին խանի պալատը, երկու մզկիթ, բաղնիքներ, զինանոցներ, խանութներ և այլ շինություններ։ Բերդի ամենագլխավոր ու ամենատպավորիչ շինությունը Սարդարի պալատն էր, որի մի մասը բուն պալատն էր, մյուսը հարեմը։ Պալատի ճարտարապետն էր Միրզա Զաֆարը։ Հսկայական գումարներով կառուցված այս պալատը ըստ ականատեսների իր շքեղությամբ ու հարմարություններով զիջում էր միայն Պարսից շահի պալատին։ Քառանկյուն այս ապարանքը ուներ երկհարկ և եռահարկ բազմաթիվ սենյակներ։ Պալատի շքեղագույն հատվածը հայելապատ սրահն էր, որտեղ Երևանի Սարդարն իր հանգիստն էր անցկացնում։ Սրահը ծածկված է եղել գույնզգույն հայելիներով, որոնք արևի լույսի հետ գեղեցիկ գունային պատկերներ են ստեղծել։ Պատերը ծածկված են եղել որմնանկարներով և խաների ու շահերի դիմանկարներով։ Պալատն ունեցել է իր մարմարե բաղնիքը զարդարված պարսկական ոճով, ջրավազանը, որտեղ լոգանք են ընդունել։ Այսքանը պատմեցի, որպեսզի ասեմ, թե ինչպիսին էր Սարդարի պալատը, որտեղ տեղի էր ունեցել Գրիբոեդովի պիեսի առաջնախաղը։ Բայց մինչ ներկայացումը ասեմ, թե ինչպես էր ռուս գրողը հայտնվել այստեղ։ Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ 14 անգամ գրավելուց ու վերագրավելուց հետո Երևանի բերդը 3 անգամ էլ պաշարվել էր ռուս-պարսկական երկու պատերազմների ընթացքում։ Եվ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին վերջնականապես գրավել ռուսների կողմից գեներալ Իվան Պասկևիչի ղեկավարությամբ և հայերի օգնությամբ իհարկե։ Գեներալ Պասկևիչն իր այս հաղթանակի համար արժանացել է երևանյան կոմս գրաֆ Էրիվանսկի տիտղոսին։ Բերդը ռուսական կայսրությանն է միացվել 1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով։ Ռուսական տիրապետության օրոք Երևանի բերդը որոշ ժամանակ պահպանել է իր նշանակությունը, եղել է հայկական մարզի կառավարչի, վրաց Իմերիթյան նահանգի Երևանի գավառապետի, ապա Երևանի նահանգապետի նստավայրը։ Սարդարի պալատի շքեղաշուք հայելապատ դահլիճը վերածվել էր զինվորական ակումբի, որտեղ տարատեսակ հանդիսություններ էին տեղի ունենում, այդ թվում նաև Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» պիեսի բեմադրությունը։ Ալեքսանդր Գրիբոեդովի և իր պիեսի գոյությունն այստեղ բացարձակ պատահական չէր։ Բանն այն էր, որ Գրիբոեդովը դրամատուրգ ու բանաստեղծ լինելուց բացի նաև դիվանագետ էր։ Նա 1818 թվականին նշանակվել է ռուսական առաքելության քարտուղար Պարսկաստանում, իսկ 1822-ին Թիֆլիսում ստանձնել Կովկասի ռուսական զորքերի հրամանատարության նարընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Գեներալ Պասկևիչի բանակի կազմում Գրիբոեդովը մասնակցել էր Երևանի Սարդարապատի Նախիջևանի ազատագրմանը, 1828 թվականին դարձել Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը։ Գրիբոեդովը նաև կարևոր դեր է խաղացել Պարսկաստանից դեպի Արևելյան Հայաստան 40,000 հայերի հայրենադարձության գործում։ Մեր տարածաշրջանում բուռն քաղաքական գործունեություն ծավալելուն զուգահեռ դիվանագետ գրողը գրել էր նաև իր հայտնի «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որտեղ պատկերել է 1819-ից 20 թվականների Մոսկվան, մասնավորապես Ռուսաստանի ավանդական ազնվականության և ազնվական դասի առաջադեմ երիտասարդության միջև եղած գաղափարական կոնֆլիկտն ու պայքարը։ Ռուս նշանավոր գրականագետ ու քննադատ Բելինսկին գրել է. «Գրիբոեդովը իր «Խելքից պատուհասը» ստեղծեց Կովկասում։ Այդ երկրի վայրի ու վեհ բնության որդիների եռանդուն կյանքն ու խստաշունչ պոեզիան ոգեպնդեցին Գրիբոեդովի վիրավորված մարդկային զգացումը՝ պատկերելու Ֆամուսովների, Ռոպետիլովների, Մոչալովների, Սկալոզուբների մարդկային բնության այդ ծաղրանկարների ապատիկ ու ոչնչական շրջանը։ Բնականաբար Պետերբուրգի ու Մոսկվայի բարձրաշխարհիկ հասարակությունը չէր կարող ընդունել ու հանդուրժել իրեն քննադատող ու ծաղրող Գրիբոեդովի պիեսի մուտքը ռուսական թատրոն։ Գրաքննությունը փակել է ոչ միայն թատրոնների, այլ նաև տպարանների դուռը «Խելքից պատուհասի» առջև։
Սակայն անկախ բոլոր արգելքներից, այնուամենայնիվ պիեսը բազմաթիվ օրինակներով արտագրվել ու ձեռագրերը տարածել են ոչ միայն մայրաքաղաքում, այլ նույնիսկ Ռուսաստանի հեռավոր ծայրամասերում։ Խելքից պատուհաս պիեսի ձեռագիր օրինակները հասանելի են եղել նաև հայկական շրջանակներում։ Դրանցից մեկը ձեռք է բերել Միքայել Նալբանդյանը, ինչն այժմ գտնվում է բանաստեղծի անձնական արխիվում։ Խելքից պատուհասը Մոսկվայի և Պետերբուրգի բեմերում ներկայացնելու բոլոր փորձերը ձախողելուց հետո ի վերջո Գրիբոեդովն իր երազանքն իրականացրել է Երևանում։ Երևանի բերդի գրավումից հետո 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկը Խելքից պատուհասը 1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի բերդի Սարդարի պալատում բեմ է բարձրացել 20-րդ հետևակային դիվիզիայի ռուս սպաների ու նրանց ընտանիքների անդամներից կազմված սիրողական դերասանական խմբի ուժերով։ Պիեսի այս առաջնախաղի այլ մանրամասները մեզ չեն հասել, եղածն էլ վերցրել ենք ժամանակի մամուլի կծկտուր տեղեկություններից։ Այս իրադարձությանը 5 տարի անց միայն 1832-ին անդրադարձել է Թիֆլիսկիե Վեդոմստի թերթը գրելով. «Խելքից պատուհաս կոմեդիան խաղացվել է 1827 թվականին Երևանի բերդում հեղինակի ներկայությամբ»։ Կոմեդիան գրելիս Գրիբոեդովը կարող էր կարծել արդյոք, որ իր բեմադրությունը ինքը կտեսնի պարսկական սատրապի բնակարանում։ Այս թեմային մի քանի տողով անդրադարձել է նաև բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր «Վան և Երևան» հոդվածում, որը տպագրել է 1915 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի մայիսի 10-ի համարում։ Թումանյանը գրել է. «Սրանից 100 տարի առաջ էր, որ ընկավ Երևանը և ռուսաց հաղթական զորքը ներս մտավ Երևանու բերդը, խլեց Հասան խանից ասիական բռնակալության սիմվոլը Լենգ Թեմուրի թուրը, ղրկեց Պետրոգրադ ու ռուս օֆիցերները գրական երեկույթ սարքեցին պարսիկ Սարդարի պալատում։ Առաջին անգամ ներկայացրեցին իրենց մի ընկեր օֆիցերի Գրիբոեդովի գրած պիեսը Գորե Ատումա։ Ռուս զորքի հետ Երևանի բերդ մտան մեր կամավորները իրենց ազգային դրոշակով և իրենց ժողովրդական երգերով, որոնցից մի նմուշ է բերում Խաչատուր Աբովյանը իր վերքի մեջ։ Գրիբոեդովը Երևանի գրավմանը մասնակցելու համար պարգևատրվել է ոչ միայն Երևանի գրավման մեդալով, այլ նաև իր գրական գլուխգործոցի բեմադրմամբ, չէ՞ որ սա պիեսի միակ բեմադրությունն էր, որին գրողը ներկա է եղել։ Ռուսական թատրոնում հետագայում Խելքից պատուհասը ամբողջությամբ բեմ է բարձրացել միայն 1830-ին, երբ Գրիբոեդովն արդեն ողջ չէր։ Այս իրադարձություններից 1.5 դար անց 1975 թվականին Երևանի կենտրոնում տեղադրվեց նաև Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձանը, որի հեղինակներն են քանդակագործ Հովհաննես Բեջանյանը և ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը։ Քանդակում Գրիբոեդովը ձեռքին պահել է իր հայտնի Խելքից պատուհաս պիեսը, իսկ հուշարձանի պատվանդանին գրված է. «Ալեքսանդր Գրիբոեդովին, երախտապարտ հայ ժողովրդից»։ Երևանի երբեմնի նշանավոր բերդից այժմ պահպանվել են մայրաքաղաքային գնդի զորանոցային համալիրի լքված շինությունները և Սարդարի մզկիթի միջնչին հատված։ Երևանի բերդի տարածքն այժմ զբաղեցնում են մի շարք կառույցներ, որոնցից ամենանշանակալին Երևանի Արարատ կոնյակի գինու գործարանի շենքն է, որի մառանների տաղանդավորագույն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը իր ստեղծած շքեղ կառույցը բնորոշել է մայրաքաղաքի կենտրոնում հաստատված գինու միջնաբերդ։ Ու հենց այս միջնաբերդի պատին էլ 1937 թվականին ճարտարապետը սերունդներին թողել է իմ այսօրվա պատմությունը հաստատող երկլեզու արձանագրությունը։ Այստեղ 1827 թվականին հեղինակի ներկայությամբ առաջին անգամ բեմադրվեց ռուս մեծ գրող Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոեդովի Խելքից պատուհաս անմահ կոմեդիան։